Սրբազան պլան անվանումը ստացած օպերացիան ոտքից գլուխ կեղծ լուր է, բայց դրա հիմքով մոտ 2 տասնյակ մարդիկ ազատազրկվեցին, Հայաստանի միջազգային վարկանիշը գահավիժեց, ահաբեկչական մթնոլորտ ստեղծվեց ամենուր։ Ինչու՞, քանի որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անել։ Հիմա փաստերը շարենք հերթով։ Փաստ 1. Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հարսանիքի մասին կառավարության նիստում խոսելիս հայտարարեց, թե հայ առաքելական եկեղեցին չուլան է հիշեցնում։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Փաստ 2. Եկեղեցականները կոշտ արձագանքեցին, բնականաբար հորդորելով չվիրավորել եկեղեցուն։ Փաստ 3. Փաշինյանը սևեռվեց եկեղեցականների վրա եւ սկսեց սկզբում թեական, ապա հաստատակամ հայտարարել, թե կաթողիկոսը կուսակրոնության ուխտը դրժել է, պետք է հեռանա։ Ինչպես կհեռանա չգիտի անգամ Փաշինյանը, բայց շատ է ուզում։ Փաստ 4. Վարչապետը թիմին շարունակում է հրահանգներ տալ, թե եկեղեցու նկատմամբ ճնշումը պետք է ավելացնել, վարկաբեկել, սևացնել եկեղեցականներին պոռնկաբարո բառապաշարով անգամ։ Փաստ 5. Հատկապես Թուրքիա կատարած աշխատանքային այցից հետո Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավի նոր ցածրաձող սահմանեց։ Փաստ 6. Տարիներ շարունակ հայ ժողովրդի մեծ բարերար եկեղեցու կողքին կանգնած ամենահաջողակ ու հայտնի հայերից մեկը Սամվել Կարապետյանը հենց Էջմիածնից հայտարարեց, որ եկեղեցու կողքին է եւ հարկ եղած դեպքում մեր ձևով կմասնակցենք պաշտպանությանը։ Ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Փաստ 7. Նիկոլ Փաշինյանը սկսեց ստատուսներով գրող, թե Կարապետյանը հեղաշրջման կոչ է անում եւ բարերարին վերագրեց միջամտել բառը, որը նա չի օգտագործել, բայց ինքը Փաշինյանը միջամտեց արդարադատությանը եւ Կարապետյանն արդեն 1 շաբաթից ավել գտնվում է ազատազրկման մեջ։ Փաստ 8. Փաշինյանը ազգային ժողովում հաջորդ օրը հանդարտ տոնով հայտարարեց. Հեսա շատ արագ հեծա լինելու է պետական սեփականություն։ Դրա համար Սամվել Կարապետյանը Էջմիածնում եկեղեցու կողքին կանգնելու կոչ արեց։ Փաստ 9. Նիկոլ Փաշինյանը իր կառավարությունը հեծի գործնեության մասով որևէ առարկություն չեն հայտնել, ավելին ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի գործնեությունից դժգոհություն չի ունեցել, 2025 թվականի մասով էլ աշխատանքային ծրագրերը հաստատել են միասին, այ թե երբանից է նա սկսել հեծից դժգոհել, երբ է հասկացել, որ Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է, անհասկանալի է։ Նկատենք նաև, որ 8 ամիս է Հայաստանի Հանրապետությունը չունի էներգետիկ գծով փոխնախարար պատասխանատու մեր երկրում, այլ կերպ ասած կառավարությունում էներգետիկ ճգնաժամ է։ Փաստ 10. Իշխանական լրատվամիջոցը նախորդին բացահայտեց մի փաստաթուղթ, ամսաթվերը փակած, որտեղ նշվում էր, թե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հեղաշրջում է պլանավորում, սկսեցին խուզարկությունները։ Փաստ 11. Երեք առավոտից խուզարկությունները շարունակվեցին եւ սկսեցին ձերբակալումները, որպես թիվ 1 հանձնարարական բոլորի հեռախոսները առգրավել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հովիկ Աղազարյանի օրինակով պետք է սպասենք ընդդիմադիր գործիչների անձնական նամակագրությունների հանրայնացմանը։ Փաստ 12. Քննչական կոմիտեն հրապարակեց փաստաթուղթ սխալմամբ կամ թափթփվածության հետևանքով, որը իբր թե խուզարկությունների արդյունքում բացահայտվել էր։ Դա այն նույն փաստաթուղթն էր, որը նախորդին ՔՊԻ Սիվիկն էր հրապարակել, բայց այս անգամ կար ամսաթիվ փաստաթղթերի վրա, ինչը նշանակում էր, որ այն 2024 թվականին է վերաբերվել։ Այսինքն քննչական կոմիտեն բացահայտել է հանցանք, որը ըստ իրենց պետք է կատարվեր նախորդ տարի, ու չնայած այս զավեշտին մարդիկ են կալանավորվում։ Փաստ 13. Նիկոլ Փաշինյանը, Տիկինն ու թիմակիցները շարունակեցին ողջ օրը թիրախավորել կաթողիկոսին, սրբազան մյուս հայրերին, անգամ կաթողիկոսին հանդիպած առաջին նախագահին, չշեղվելով իրենց ուղուց։ Այն է հասնել կաթողիկոսի հեռացմանը։ Փաստ 14. Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ 3 բոլոր բերման ենթարկվածների ընտրված հարցերի մեջ եղել է կաթողիկոսի մասին հարցը, որպեսզի նրան եւս ներգրավեն այս պատմությունների մեջ եւ իրավունք ունենան իրավապահ համակարգը մտնելու եկեղեցի եւ ասֆալտին փռելու կաթողիկոսին ու մի քանի եպիսկոպոսների, ովքեր ակտիվ են եղել այս ընթացքում։ Փաստ 15.
Գործընթացները դեռ շարունակվում են, էլի մարդիկ կձերբակալվեն, թիրախում Սամվել Կարապետյանի թիմակիցներն են, հատկապես Հայաստանում բարձր վարկանիշ ունեցող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Փաստ 16-րդ Երեկ արդեն մայրաքաղաքում խոսում էր, որ աղանդավորները տարբեր խմբեր են ձևավորում հարձակվելու եկեղեցու վրա, այդ թվում եւ երկաթե ձողերով, ինչպիսին գտնվել էին խուզարկություններից մեկի ժամանակ։ Փաստ 17-րդ Նիկոլ Փաշինյանը չի խաղաղվելու, գրելու SMS-ներ եւ էլի կձգտեն հասնելու կաթողիկոսին կամ ստիպելու նրան հրաժարվել, հեռանալ կամ նրան պարկեցնել ասֆալտին ու տանել։ Սա է Նիկոլ Փաշինյանի գործողությունների նպատակը բոլոր տեսակի վերլուծություններով։ Փաստ 18-րդ Փաշինյանը հետ չի կանգնելու, նա սրելու է իրավիճակը եւ գնա մինչեւ վերջ։ Մնացածն առաջիկայում։